Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Հայաստանում կրքերը գնալով թեժանում են, տարբեր պատճառներով մարդիկ իրենց բողոքի ձայն են բարձրացնում, արդեն տևական ժամանակ է բողոքի ակցիան իրականացնում տնտեսավարողները։ Նրանք կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց, ովքեր պայքարում են հարկերի բարձրացման դեմ։ Լրագրողների զրույցում նրանք մասնավորապես ասացին. Մեր պահանջը վերանային օրենքը, առաջին հերթին կասեցնեն եւ փուլ առ փուլ քննարկեն։ Բոլոր բնակավարները այնպիսի դաշտ ստեղծեն, որ գործատունել սիրով վճարի այդ հարկը, չսպասի, որ իրան գանտու կանեն, սիրով վճարի։ Եվ ավելի հաճույքով մենք վճարենք, քան մեզ պարտադրենք։ Պետք է ստեղծեն այդպիսի դաշտ, որ բոլորս էլ հաճույքով աշխատենք, ծաղկենք ու ոչ թե մտածենք, բայ այսօր հարկային եկա։ Մեր ամբողջ ժամանակը մենք տրամադրում ենք հարկայինին, բնականաբար ծաղկելու տեղեր չկա երկրում։ Ամեն պայմաններ ստեղծում են, որ մեզ վնասեն, բայց մենք փորձում ենք դեռ գոյատևել, աշխատել, ապրել։ Որ նայեք բանկերով էլ կարող եք նայել, ասենք ԱԾՆ-ները ինչքան վարկեր ունեն, որ նես նայեք կտեսնեք էլ օրեկան քանի ԱԾ է բացվում, բնականաբար դեպորտների տակ եղած հայեր կան դրսից գալիս են, սկսում են նոր բացվել, չիմանալով, մտածելով։ Դա բնական է, փորձում են կայանալ Հայաստանում։ Հիմա դուք նայեք ինչ է կատարվում։ Ժողովուրդը չի հասկացել ու ես հասկանում, որտեղ իրանց բացատրություն տվող չկա։ Հիմնականը տարիքով մարդիկ են, որ նրանք ասում են չի կարող պատահել մեր պետությունը մեր դեմ այդպիսի բան անել։ Բայց դուք ես ասում եմ, ես մի քիչ էլ դուք ինչպես գիտեք կանխատեսումներ անում եմ, կանխատեսումները լինում են 100%-ով ու մեր բոլոր գործ Բայց մի քիչ ավելի լավ եմ, այտենց ասեմ ես իմ ասածները դուք եթե մտնեք Գագիկ Ալավերդյան Facebook, ես ինչ ասում եմ 100%-ով լինում է։ Հիմա ես ասում եմ, որ ես մեր բոլոր հայ ժողովրդին, դուք մի նայեք, ես ասում եմ, ու բոլորը պետքա տուգանվեք, որպեսզի մեր բյուջեն բունեք։ Երկրորդ ձև դուք չունեք, եթե այս օրենք էլ հատուկ ձեր համար է։ Իմ շոր կոշիկ դամաշնիկ, շատ փոքր բիզնես է, որը ապագա արդեն չունի, որտեղ վայբերիչները դուք ինչպես գիտեք, արդեն մտել են մեր գրպանն էլ, մեր տունն էլ, արդեն ինչ կա մենք առօր բացարձակապես չեն կարում, որովհետև սա վայբերիչները չեմ ումնա դա դրանք որ դուք կանխատեսումներ եք անում, բայց առատեսից էլ ավելի լավ։ Այո, ասեք ինչ պիտի լինի երկրի վիճակը։ Երկրի վիճակը, եթե ժողովուրդը հավաքվի, շատ լավ կլինի։ Հայաստանին պետք է լինի գիտական հեղափոխություն։ Ես 15 թվականի, 16 թվականի միտինգներին ես ասել եմ, որ Հայաստանում եթե չկատարվի գիտական հեղափոխություն, Հայաստանը կկործանվի։ Դուք ինչպես գիտեք, Հայաստանը կործանվավ։ Ակցիայի մասնակիցների խոսքերից պարզ է դառնում, որ երկրի քաղաքացիները ծանր ու աղետալի օրեր են ապրում։ Մարդիկ անդադար բողոքում են գործազրկությունից, գների օրեցօր թանկացումներից, թոշակի եւ աշխատավարձի չափի չնչինությունից։ Օրեցօր աճում է աղքատների ու չքավորների թիվը։ Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի բնակչության մոտ 50%-ը ապրում է աղքատության շեմից ցածր։ Ամեն ինչից հոգնած ու հուսատված մարդիկ մի կտոր հացի փող վաստակելու, ընտանիքի հոգսերը հոգալու համար հազարավոր հայերի պես բռնում են արտագաղթի ճանապարհը։